Շրջանառվող վարկածի համաձայն 20-ամյա երևանցի Կարո Այվազյանն է հուլիսի 28-ին Ղարաբաղի Մարտունու զորամասերից մեկում իրեն ամրակցված զենքից գնդակահարել 5 հոգու, հետո ինքնասպան եղել։ Կարո Այվազյանի քեռին Անուշավան Միքայելյանը ասում է, որ դիահերձման ժամանակ ներկա է եղել, բռնության հետքեր չեն հայտնաբերվել մարմնի վրա, միայն մեկ կրակոցի տեղ է եղել։ Գիտեք ինչ կա։ Հիմա որ ես նկատում եմ դանակավորը շատանում է, ճիշտ է։ Հիմա ենթարիկ ներողություն, ինքը մեծ հետ չուներ, ասենք, ձեր հետ չուներ, կամ ինձ հետ չուներ, ինձ սպանեց։ Բայմեսին ինչ սպանեց։ Բայմեսին ինչ սպանեց։ Հա՞։ Դու մեծ հետ չուներ, չէ՞ մեծ ինքը սպանել, ճիշտ է։ Լավ, վարկածը կթել են, ես ձեզ համաձայն եմ, մի քիչ իժեր։ Հոգեգան էր, ճիշտ է։ Ինչի՞ տարար բանակ։ Երբ որ ես ասում եմ տեղեն հիվանդ, ինչի՞ տարար։ Իմիջիալից ասեմ, նա թղթերի մեջ գրած է, որ նա զենք տալ չի կարելի։ Բայց եթե չի անգամ տանը զենք, եթե ես որսորդեմ, ինքը մեր տանն է, չէ՞, ես տանը զենք չպահեմ։ Այվազյանը 2 տարեկանից ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մայրը 92-ին տուրիստական վիզայով մեկնել է երկրից, Միացյալ Նահանգներում Կարո Այվազյանը դատվել է 13 տարեկանից։ Ի վերջո անցյալ տարի արտաքսվել է Հայաստան, շղթաներով հայերեն նորմալ չի հասկացել, գրել կարդալ հայերեն չի իմացել, ու չնայած այս ամենին Հայաստան ոտք դնելուց 6 ամիս անց ուղարկել են բանակ։ Ուրեմն ես որ գնացին երկրորդ Արմեն Հակոբյանի մոտ, ասեց ինձ $4,000 փող կբերես կդաս, ես ձեր երեխային կազատեմ, ես թղթերը կընդունեմ։ Չէ, չեմ անի։ Ես բժիշկներդ լավ եմ, ինչ էլ ուզում ես արա։ Ասում Ամերիկան ուրիշ պետություն է, մեր ուրիշ պետություն, այսինքն ինչ է, Ամերիկան հետամնաց պետություն է, առաջադեմ պետությունը մենք ենք։ Այդպես ես ստաց եմ հասկանում։ Այդ Եվանից Հայաստանի Հանրապետություն դարձավ առաջատար պետություն։ Այդ մեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է։ Կոռումպացված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կոռումպացված են։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինուժ հաղորդման ընթացքում անդրադարձել է բանակում վերջին 2 ողբերգական դեպքերին եւ ցավակցել է զոհվածների հարազատներին։ Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ զինվորի մայր հասարակական կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանն ասում է, արդեն հանդիպել են պաշտպանության նախարարի հետ, խնդրել են գործի քննությանը ներգրավել նաեւ ոլորտի հասարակական կազմակերպություններին։ Սեյրան Օհանյանը դրական է պատասխանել։ Հասարակությունը պետք է արդեն այս անգամ ես կարծում եմ, որ ես ինքս սուս չեմ անելու։ Եկեք մենք բաց ասենք, ինչն էր պատճառը, որ ես ամեն անուն տալով, անուն առ անուն, ով է, ինչ եւ երբեք, որ չկատարվի այդ ամեն ինչ։ Ես արդեն գտնում եմ, որ սա արդեն վերջկաթիլն է, որ մեզ հասցրեց, եւ մենք իրավունք չունենք արդեն սուսանենք։ Ես գտնում եմ, որ սխալը այն է, որ սովորական մարդիկ այլևս բանակում չպետք է լինեն, դրանք պետք է հայրենասիրություն լինի, դրանք պետք է նվիրված լինեն, դրանք պետք է իմանան, որ զինվորի կյանքը ամենակարևորն է։ Ես մտահոգություն ունեմ, որ փորձ կարվի, չնայած շատ չեմ կարծում, թե ինչպես են դա անելու, փորձ կարվի հերթական անգամ սվաղել կոսմետիկ ինչ-որ քայլերով, փորձ անել ցույց տալ, որ կատարվում է բովանդակային լուրջ ուրեմն փոփոխություններին ուղղված քայլեր, բայց իրավիճակը նույնիսկ կրկում բավական ուրեմն շատ մեծ մտահոգիչ է, որովհետև համակարգը ինքը չի ապահովում ամենից թանկ բանը, դա մարդու կյանքի անվտանգությունը։ Ես հարց եմ տալիս, տղաներին չենք անում, մենք չգիտենք վաղը մեզ ինչ է սպասում, ինչ ենք անում մենք, ինչ խաղեր ենք խաղում, մենք խաղի ժամանակ չունենք։ 2 տարի առաջ 2008 թվականի օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է ընդդիմադիր դաշինքի Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին։ Այդ օրը ստորագրվեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման հռչակագիրը։ Կոնգրեսին անդամակցում են 18 ընդդիմադիր կուսակցություններ։ Կարևորագույն ձեռքբերումներից կարող եմ ասել այն է, որ մենք հասանք տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակմանը, վաղաժամ ազատ արձակմանը, հիմա մենք ունենք 13-ը եւ շարունակում ենք պայքարը նրանց էլ ազատության մեջ շատ մոտ ապագայում տեսնելու նպատակով։ Գիտեք, որ մենք չունենք որևէ մեկ
պատգամավոր խորհրդարանում եւ դրանով հանդերձ մենք ներկայացնում ենք բավականին մեծ տոկոս մեր բնակչության համակրանքը որպես քաղաքական ուժ։ Եվ կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ նաեւ միջազգային կառույցներն են հաշվի նստում Հայ ազգային կոնգրեսի հետ եւ մեր ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Սակայն Հայ ազգային կոնգրեսի առջև դրված հիմնական նպատակը դեռ չի հաջողվել իրագործել, ցավով փաստում է Կարապետյանը։ Դա սահմանադրական կարգի վերականգնումն է Հայաստանում, արդարության վերականգնումն է։ ՀԱԿ-ի անցած 2 տարիների գործունեության մասին քաղաքացիների գնահատականները։ Կարելի ասել, որ Հայ ազգային կոնգրեսը ինչ-որ բան փորձում է ճիշտ անել, այսինքն նա ուղղությունը ճիշտ ընտրում։ Ես դրանց ու Լևոնին ահավոր չեմ հարվում։ Լևոնը քանդեց մեր հանրապետությունը։ Այն ժամանակ, որ հոսանքը ծախում էր, Կոնգրեսի աշխատանքը գնահատում ենք հիմա ակտիվ, նրանք ակտիվորեն զբաղվում են այդ հարցով, ես վստահ եմ, որ լրիվ նրանք կանեն այն, ինչ որ պետք է։ Մի քիչ թույլ է գործում, նրանց պիտի լավ չի գործում, համեմատած 2008 թվի հետ։ 2008 թվին նորմալ գործում էր, մարդիկ հավատում էին, մարդիկ գնում էին հետևներից։ Կոնգրեսը արեց այն, ինչ կարող էր։ Բայց կոնգրեսը մինակ չէ, էլի կոնգրեսին օգնող է պետք։ Ոչ բանը չեն արել, ինչ են արել։ Ինչ են արել որ։ Մասնակցում եք իրենց հանրահավաքներին, բողոքի ակցիաներին։ Չէ։ Ինչու՞։ Ժամանակ չունենք։ Եթե անկեղծ ասենք, հասարակությունը կոնգրեսից ակնկալում է շատ հստակ բան՝ գործող իշխանության հեռացում։ Եթե խնդրին նայենք այս տեսանկյունից, բնականաբար չի հաջողվել լուծել գլխավոր խնդիրը, որտեղ իշխանությունները մնում են, իշխանության որակը չի փոխվել եւ հասարակության սպասելիքները այս առումով, եթե անկեղծ լինենք, չեն արդարացել։ Սոնա Ժագելյան Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտված նորալիք 2010 միջազգային երաժշտական մրցույթում 288 միավորով հաղթող է ճանաչվել հայաստանցի երգչուհի Սոնա Շահգելդյանը։ Երգչուհին մեկ միավորով առաջ է անցել ուկրաինացի երգչուհի Տատյանա Շիրկոից եւ գրավել առաջին հորիզոնականը։ Երրորդ հորիզոնականում հայտնվել է Էստոնիայի ներկայացուցիչ Ուկո Սուվիստեն։ Մրցույթին մասնակցել են 16-ից 30 տարեկան երիտասարդ կատարողներ աշխարհի 12 երկրներից։ Հայաստանցի երգչուհին խոստացել է որպես մրցանակ ստացած 50,000 եվրո դրամական պարգևի մի մասը հատկացնել անօթևան կենդանիներին օգնություն ցուցաբերելու համար։ Сона Жагельдян, Армения! Браво, Сона! 11, 11, 11, 11, 11! Потрясающе! Феерическая победа! Мне кажется, это впервые за 3 дня жюри так единодушно. Сона Жагельдян, Армения, получает наивысший балл от жюри. Потрясающе!